դիմանում ենք, որ երեխան ինչ-որ ախտորոշում ունի, ծնողից ոնց ստացված փաստաթղթերի հիման վրա։ Բայց տվյալի գնահատումն է, որևէ ախտորոշում դիագնոզ բժշկական փաստաթղթերից չի ներկայացնում։ Ուսումնական կարիքի գնահատման մասին։ Այդ լինում է խոսք եւ լեզու, եւ երեխայի խոսքը եւ լեզուն է դժուժած լինում։ Հաղորդակցումը, ինտելեկտը, տեսողություն, լսողություն, վարք, հուզակամային ոլորտ։ Իրենք այսինքն ուսումնառության մեջ այդ ոլորտներից որում է, որ երեխան ունի դժվարություն։ Այդ ոլորտի դժվարությունը իրեն խանգարում է ամբողջությամբ ներառվել ուսումնական գործի ընթացքում։ Մենք խոսում ենք դրա մասին։ Եվ երբ որ երեխան ունենում է աուտիզմ, հիմնականում այդ ոլորտներից հաղորդակցումն ու ինտելեկտն են դժուժած լինում։ Շատ դեպքերում կարող են ունենալ նաև վարքային դժվարություններ, բայց դա շատ ծանր դեպքերի մասին է խոսքը, երբ որ վարքայինում է դժվարություն նկատում։ Աուտիզմ վերջերս շատ հետաքրքիր դեպք եղավ պրակտիկայում, ծնողներից մեկն ասաց, գիտեք ինչ, ինքը կարողանում է շփվել, ես այդ դժվարությունը չեմ տեսնում։ Ասում, հա, ինքը կարողանում է, շատ ճիշտ եք ասում, ինքը չի ցանկանում, եւ դա է մեր խնդիրը։ Ինքը մեկուսանում է, ինքը մերժում է իր հասակակիցներին, մերժում է այն ամենը, ինչի շուրջն է, ինքը իր աշխարհում է։ Այստեղ շատ կարևոր է նաև տարբերակել խոսքային դժվարությունների դեպքում ենք մենք շատ ժամանակ այդ ախտանշաններն ունենում, բայց խոսքային դժվարություններ ունեցող երեխաները ցանկանում են շփվել, չեն կարողանում։ Իսկ աուտիզմը կարողանում են, բայց չեն ցանկանում։ Սա կարևոր է տարբերակել։ Ունենք ստեղծում պետք է խաղ մեջ ներկայացնի, բայց ինքը ցանկություն չի։ Իսկ խոսքային դժվարությունները երեխան գալիս է, չի կարողանում խաղալ։ Իսկ մենք պետք է դրան շարություն դարձնել։ Մենք ավելի հոգեբանը ոչ մի դիագնոզ չի կարող, վիրավորել չի։ Դրա համար որ ավելի ճիշտ կլինի մի անգամից հոգեբուժը կամ եթե կա խնդիրը այդ ախտորոշումը դեպի կամ եթե չկա, հետո մի անգամից խաղ եւ պլյուս ինքը բաներն է, եթե 5-ից 6-ը համապատասխանում է, ուրեմն մենք այստեղ արդեն պետք է հասկանանք, որ գուցե եւ մենք վաղ աուտիզմի մասին ենք խոսում, ունի նախանշաններ, ուղղորդենք նյարդաբանի, ուղղորդենք հոգեբուժի։ Եթե օրինակ 1-2 կետ է, ուղղակի որոշակի աշխատանք տանուց հետո շատ հնարավոր է, որ ինքը շտկվում է, բայց եթե 5-6 պլյուս է, արդեն բժշկական տեսանկյունից ինքը անհանգստություն առաջացնում։ Կա ծնողին ուղղորդումս մաս տիպերի ժամանակ ոչինչ մի արեք, եթե կանում է, նեգրոզական վիճակներն արտահայտում, բանավաճ խոսող երեխաների արդեն 4-5, բոլոր տարիքային խմբի 4-5 արդեն բարձրացած ծանր վիճակներ արդեն լինում, բայց մի խումբ կա, որ ասում է արգելեք, կանգնացրեք, որ դա իր ամոթ որ հիմնական սովորություն չդառնա։ Օրինակ ձեր կարծիքով, եթե ձեր այցելում լինել էլի, դուք որ տարբերակին հակված կլինեիք, ստիմերը պետք է կանգնացնել թե լիցքաթափումը կարող է եւ լիցքաթափման, այստեղ երեխան լարված է, մենք ժամանակ ունենք շատ սովորողներ, ովքեր բացարձակ աուտիզմի հետ ախտորոշ չունեցող ինչ-որ կետեր չունեն, բայց դասի ժամանակ երեք անընդհատ ուղղորդում են, կամ անընդհատ մազերի հետ են խաղում, կամ անընդհատ սենց են անում դրական, բայց չի շնորհավորումներ, որ իրենք ունեն որ աուտիզմ, ոչ այդ բանի ստիմերի մասին է խոսում։ Ստիմերը նույնն է։ Հա, դա նույնն է։ Հա, ոչ դասեր, այսպես ասած լեքսիկոններով ենք խոսում։ Այս պարագայում մենք ես որպես հոգեբան եւ դասերան եմ նկատում, ես հասկանում եմ, երեխան ինչ-որ բան լարվեց։ Եվ որպես կանոն երբ մոտենում ասում X օրինակ Պողոս ջան, ինչ պատեց, հասնում խնդրի չի կարող երեխան լուծի։ Ինքը այդպես է թոթակում լարվածություն, բայց եթե դա այդ շատ է տեղի ունենում, ամենաառաջնայինը կանչում խորհրդատվության ծնողին եւ խնդրում, եթե դա շատ իրեն խանգարում է, հասարակ ձեզ անհանգստություն է պատճառում, եթե մտածում եք որ երեխայի կյանքի որակի վրա կարող է ազդել, այս պարագայում վարքային թերապևտի միջոցով ինքը վարք է ցույց տալիս, չէ՞, վարքի հետ ենք աշխատում։ Մենք այդ վարքը շտկում ենք, փոխում, մատիկ են այդպես։ Քանի որ հասնես պատկերավոր տարածքին տեղի տալիս Ալինա ջան, դու ես տվից։ Նա դեռ իրար մոտ եկեք, ու հենց զգաք որ էլ չեք ուզում իրար մոտենալ, ասեք ստոպ։ Այդ կարող եք միաժամանակ ասել։ Եկեք։ Այնքան այդ մարդը մոտ է մեզ, դա դες չի կարող ասել։ Ինքը եւ հոգեբանական եւ ֆիզիկական առումով մենք այդ սահմանը պահում ենք։ Այդ սա իրավաբան դες քանդած մասնանշ։